Բարի երեկո, բարի գալուստ մեր տաղավար։ Տիգրան ուզում է որ թեմայի մասին շատ խոսեն։ Ես շարունակելու եմ եւ ընդառաջ եմ գնալու ու ձեզ եմ նաեւ հարցնելու, թե ինչ էին նշանակում Սեյրան Հոհանյանի այս հայտարարությունները, ինչ հետևություններ պետք է անի Հայաստանի քաղաքացին լսելով այսպիսի բովանդակություն եւ ինչներ քաղաքական հետևանքներ կարող է սա ունենալ, եթե կարող է։ Գեներալ Սեյրան Հոհանյանի բացվածքը փոքր էր, իրականում այն ինչ որ ինքը հավանաբար կարող է ասել շատ ավելի ընդգրկուն ու շատ ավելի խորը, որովհետև պրոֆեսիոնալ զինվորականի մասն ենք խոսում, կադրային սպայի մասն ենք խոսում, պատերազմը ամենալուրջ քննությունն է պետության համար ու իրենք շատ լավ հասկացել են եւ տեսել են թե ինչ է կատարում հողի վրա, հա։ Այսպես հաջորդելով Տիգրանի նշած թեզերին, մի քանի դիտարկումներ, այստեղ ամենակարևորը նաեւ այն է, որ հայկական բանակը չի պարտվել։ Մենք ունեցել ենք քաղաքական պայմանավորված պարտություն քաղաքական որոշմամբ։ Այդ կարմիր գծով պետք է տանել, որովհետեւ Հայաստանի զինված ուժերը եւ զինվորը եղել է վերջին 30 տարվա մեջ ամենալեգիտիմը բոլոր հնարավոր սոցհարցումներով։ Ինչ էր պետք գործող իշխանությունը 2018 թվականին, այսպես լեգիտիմազրկել եւ գեներալիտետի եւ մնացած սպայական անձնակազմի բանակի նկատմամբ հանրային վստահությունը էականորեն թուլացնել։ Մեր զինվորը առանց մի գրամ պաթոսի, առանց մի գրամ ռոմանտիզմի, առանց մի գրամ, չգիտեմ, էմոցիաների, հա, ասֆալտի վրա շատ լուրջ խնդիր է լուծել, խնդիր, որը միգուցե գերտերությունների բանակները չէին կարող եւ ունակ չէին լուծել, եթե մենք խնդիրը տանենք ռազմական տեխնիկական հարաբերակցության հարթություն, հա, հարավային հատվածի մասին Տիգրանը նշեց, հարավային հատվածում ինչի մենք ունեցանք այդ այսպես ճեղքում, հա, ինչ գործողությունների արդյունքում, ինչ ռեզերվերի կորուստների արդյունքում, ու մտքի փայլատակումներ այդ LLTP-ի հետ կապված թեմաները եւ այլն, հա։ Եվ վերջի վերջո եկեք հետահայաց վերլուծություն կատարենք, թե տարածքի ծավալի որ մասը ռազմական գործողությունների արդյունքում այս կամ այն ձև հայտնվել ադրբեջանական վերահսկողության կամ հազդվել Ադրբեջանին եւ որը քաղաքական որոշման ընթացքում ընդ որում մի քանի օրվա ընթացքում, հա։ Տիգրանը նշեց Խարվաճարի մասին, Խարվաճարը ամենաբարդ ռելիեֆայնություն ունեցող հատվածն է, այդտեղ ունեցել ենք բավական լուրջ այսպես հարձակումներ, ունենալով էականորեն սակավ անձնակազմ ռազմական առումով, որովհետեւ դու կարող ես ռազմական դիրքերը ձեռք բերես, այսպես ասած գրավես 5-1-ի հարաբերակցություն պետք է ունես։ Իրանք 5-1-ով չեն կարողացել վերցնել։ Ընդ որում այնտեղ օդի խտության հետ խնդիր կա, մի խոսքով շատ բարդ է, մառախուղ է, միշտ մառախուղ է, հա։ Խնդիրը այն էր, որ պետք էր ինքնավստահության դեֆիցիտ ապահովել հայ հասարակության մեջ, որ մենք ունակ չենք, մենք թույլ ենք, մենք պակաս կենսունակ ենք, մենք պետք է հանձնվենք, այսինքն պարտվողականությունը որպես պետական քաղաքականության քարոզի ֆունդամենտալ էլեմենտ։ Դա պետք Նիկոլ Փաշինյանի թե։ Իհարկե։ Դուք հետևել եք, որ վերջին արտավազան 7 տարվա իր որևէ տեքստում ուժեղ բառը չկա։ Ինքը խոսում է միշտ հանձնվելու մասին, միշտ իշոր կոնսենսուսի մասին, ինքը երբեք չի խոսում պայքարի մասին, ինքը երբեք չի խոսում դիմադրության մասին, ինքը ասում է մենք պետք է հանձնենք, տանք, վերջերս փայլատակում է մտքի, քաղաքագիտական կամ գեոպոլիտիկ, հա, ասում է մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, ինչպես Ուկրաինայի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Մենք խոսում ենք ինչի մասին, մենք խոսում ենք մատակացու գառի եւ գալի փոխհարաբերությունների մասին, այսինքն գառը պետքա իր գոյության իրավունքը հանձնի գալին, որպեսզի գալը որոշի դու ապրելու իրավունք ունես թե չէ։ Ես փորձեցի մի քիչ այսպես գեղարվեստական ասել, բայց փաստացիորեն ինքը դրա մասին է խոսում։ Ասում ենք պետքա հանձնվենք, որպեսզի մեր հնարավոր հակառակորդները, ովքեր իրենց քաղաքական թեզերում, իրենց գեոպոլիտիկ թեզերում, իրենց ազգային շահերի մեջ մեր գոյությունը միշտ հարցականի տակ է դնում, առնվազն վերջինը, այսպես արևմտյան Ադրբեջանի թեզը, որ շրջանառվում է, ինչի մասն է խոսում, Հայաստանի չգոյության մասին է խոսում, մենք պետք է հանձնվենք, որ մենք որոշում ենք լինենք թե չլինենք, հա։ Մենք դրա մասին պետք է մտածենք ու Սեյրան Հոհանյանի թեզը, դատողությունները, ելույթը այսպես փոքրիկ հիստերիկ արձագանքներ առաջացրեց, այսօր կվստահեմ ենք բոլորս այդ ամենին ականատես ենք եղել, ինքը սկսեց որոշակի բացվածքներ տալ, հա, մի շարք թեզերի հետ կապված եւ այլն, հա։
Ինչ են մարդիկ սկսում բարձր ձայնով ճղճղալ են խոսալ, հա, որտեվ լարվածություն կա, այսինքն ինքնավստահության պակասը միշտ էմոցիա է ծնում, հա, բժիշկներ, եթե դու կարող եք բժիշկ բերեք, ինքը հոգեբանորեն այդ հարցերի լուծումները կտար, ավելի այսպես միգուցե գրագետ, մարդիկ ովքեր կայուն են, մարդիկ ովքեր ինքնավստահ են, մարդիկ ովքեր գիտեն ինչի մասին են խոսում, հանգիստ են խոսում, դաթարով են խոսում, տրամաբանված են խոսում, թե էմոցիոնալ են խոսում, երբեմն ավելորդ բառեր օգտագործելով եւ այլն։ Մենք ունենք իրավիճակ, որ մարդը հասկանում է, որ հասարակությունը այլևս նախկին թեզերի տակ չի մտնում եւ այլևս կուլ չի տալիս այն ստերը, այն ծավալով եւ այն ձևակերպով, ինչ որ նախկինում եղել է, դու 7 տարի անցել է մեծաշուն ու 20-ից հետո 5 տարի, 6 տարի անցել, բայց այնուամենայնիվ մարդիկ սկսել են մեծ կասկածների տակ ապրել, իսկ դա իրան նյարդայնացնում է։ Տիգրան։ Ձեր կարծիքով շարունակությունը ո՞րն է լինելու, կհրապարակվի այդ զեկույցը թե ոչ։ Զեկույցի հետ կապված ես կարծում եմ, ես թերահավատ եմ, որ կհրապարակվի կամ կարող է հրապարակվել օրինակ քիվեստի տարբերակով կամ թղթային ֆոտոների տարբերակով, ինչ որ մամուլի հրապարակումներ կանեն, հատվածային դրվագային թիրախավորելով ինչ որ կոնկրետ անձանց, հա, որովհետև մենք գործ ունենք ում հետ, մարդ, ով բոլորին մեղադրում է բացի իրանից, չէ՞։ Եվ դա ոնց որ թե քաղաքական կառավարչական մոտեցում է, հա, այսինքն մարդու կենսակերպը կառավարչական հարթակում, ասենք իր վարքաբանությունը այդպեսին է, բոլորը մեղավոր են բացի ինձանից, մեղավոր են ռուսները, մեղավոր են Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Մաշտոցն անգամ մեղավոր կարծես թե, հա, որ հայկական գրեր է, եւ այս պարագայում գեներալիտետը բավական լավ թիրախ է այդ առումով ու իզուր չի որ ինքը գեներալիտետի մասին խոսեց, ավելին ասեմ, որ կան տարբեր գեներալներ եւ կան տարբեր սպաներ, հա, ամեն մեկը իր խնդիրների եւ իր արժանապատվության շրջանակում։ Իսկ միշտ կարելի է այդպիսի թիրախներ գտել ու փորձել այդ քաղաքական, այսպես կաշառքը վաճառել հասարակության վրա։ Այ գիտեք, մենք որոշումներ ենք կայացնում, բայց ասֆալտի վրա գեներալները դա չէին իրականացնում եւ այլն։ Ավելին ասեմ, այո, մենք ունեցել ենք սպաներ, ովքեր այդ որոշումներին չէին ենթարկել, որովհետեւ իրանց հրահանգ էր տրվել, որ հանձնել, իրանք չեն հանձնել։ Մենք ունենք միջին սպայական կազմ, որ մինչեւ իրենց մահ կռիվ են տվել Արցախում եւ ոչ միայն Արցախում։ Ու այդ մարդկանց մի մասը իդեպ կալանավորված է։ Ասեցիք ռուսներ մտաբերեցի էլի պարլամենտում, կարծեմ 3, հա, ինչ որ auto-training-ի նման սկսեց ասել, որ քիչ համանում ինքն է Ռուսաստանի միակ պաշտպանը Հայաստանում, որ մնացածները ովքեր ուզում են կռվածնել Ռուսաստանը Հայաստանի հետ, իրենք ինչ էր ինաստրանный агент են, հա։ Սա ինչ է Պուտինի հետ հանդիպումն է իր վրա այդպես ազդել, ինքը ուզում է մոլորեցնել ժողովրդին եւ իմ կարծիքով նույն բանի մեջ տեղանում է նաեւ բիզնեսմենների հետ իր հանդիպումը, այսինքն ինչ մեսեջ ենք փորձում մեզ փոխանցել, որ Պուտինի հետ հարցերը լուծած է։ Բիզնեսմենների հետ հանդիպումը մի հարթակում էր, իհարկե դա ուղղակիորեն կապ ուներ Ռուսաստանի հետ, որ Ռուսաստանում ամենայն հավանականությամբ ու կարծես թե ոչ նոր որոշակի ճշգրտումներ են լինելու հայկական բիզնեսի հետ կապված, ինչու։ Նախ այդ հասկանանք, այ ինչու։ Ռուսական ընկալումը եւ ԵԱՏՄ ընկալումը այնպեսին է, որ մենք դաշնակցային մեր գործընկերների համար լայն հնարավորություններ ենք ստեղծում։ Այդ թվում նաեւ աչք ենք փակում այն ապրանքների համար, որոնք ունեն որոշակի խնդրահարույց ծագում, որակ եւ այլն եւ այլն։ Հայաստանում էլ կան այդպիսի ապրանքներ, ես չդետալիզացնեմ, բայց կան առնվազն մի 5 անուն կարելի է թվարկել, հա։ Ինչ ունենք բիզնեսմենների հետ կապված։ Այդ բիզնեսների մի մասը իհարկե այդտեղ շահերի շրջանակ ունեն Ռուսաստանում եւ իրենց մոտ հարցեր կային, թե մենք ոնց ենք շարունակելու մեր բիզնես շրջանակները։ Դու երաշխավոր ես, կա ոնց ես խնդիրները լուծելու։ Ակնհայտ էր, որ կա դժգոհություն, բայց ինքը այդ բիզնեսմեններին ինչ որ խոստումներ պետքա տա, որովհետեւ մենք ունենք առաջիկայում ընտրություններ, ինքը փորձում է բիզնեսին այսպես խոստումներ տալ, որ լավ է լինելու, եթե դուք իմ կողքը կանգնեք։ Իսկ այդ բիզնեսմենները դրանք ուղղակի փոքր տրամաչափի մարդիկ չեն, հա, առնվազն այնտեղ մոտավորապես մի 100,000 ընդհանուր կոնտինգենտ չհաշված սպառման շուկայի տեսանկյունից, դերակատարներն։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, կարծում եմ բոլորս տեսանք, ընդ որում հենց այդպես Ռուսաստանում չի լինում, երբ որ Ռուսաստանի ղեկավարը, որ շատ փակ մարդ է, շատ զուսպ մարդ է, ձևակերպումներում ասում շատ սրբագրող մարդ է, ամեն բառը ու շատ հանրային հարթակում, այսպես ուղիղ եթերով ու մեդիաների առաջ ինքը խոսում է հայ-ռուսական հարաբերությունների խնդիրների մասին, խնդիրներ, որոնք ունեն նաև էմոցիոնալ ներվ, ու ընդ որում ոչ միայն էմոցիոնալ ներվ առհասարակ, այլև մեղադրական ներվ, այդ թվում է Ռուսաստանի առումով, չէ,
Եթե մենք մի քիչ քաղաքական հոգեբանությունից անթրոպոլոգիայից պատկերացում ունենք, երբ որ մենք նայում ենք օրինակ Հայաստանի գործող վարչապետի այսպես ձեռքերի շարժին, դիմաշարժին, վարքաբանությանը, լարվածությանը, ինչ-որ կծկումներին դեմքի եւ այլն, մենք ակնհայտ հասկանում ենք առնվազն, որ ինքը էական լարումների մեջ է։ Ռուսաստանի ղեկավարը պարզ մարդ չի, այն իմաստով, որ ինքը հասարակ մարդ չի, այսինքն ինքը որոշակի կյանքի լրջագույն դպրոց անցած գեոպոլիտիկ ուժային բևեռի միջուկային պետության ղեկավար է։ Եվ երբ որ քեզ այդպիսի բան ես, պետք է էականորեն երկար մտածես։ Հիմա նայում ենք այդ վիդեոն, հետո նայում ենք Հայաստանում ԱԺ-ի այդ իր ելույթը, որ հայ-ռուսական հարաբերությունները այսպիսին են, դրական են, ինչ որ մարդիկ կան, ովքեր ուզում են դրանք խաթարեն։ Խնդիրը այն չի, որ մենք ուզում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները վատթարանան ամենևին։ Դա մեր պետության համար գոյաբանական խնդիրներ կստեղծի, բայց խնդիրը այն է, որ այդ ամեն ինչը պետք չի վաճառել կեղծ առումով հայ հասարակության վրա ընտրությունների նախորդին, որ իբր փակ դռների հետևում մենք ունեցել ենք այսպիսի զրույց, այնպիսի զրույց, այնպիսի զրույց։ Մենք ունենք մի sense էական խնդիր, որ գործող վարչապետը հանուն իր աթոռի ամեն ինչի պատրաստ է, թե Ռուսաստանի հետ հարաբերություն, թե Իրանի հետ հարաբերություն, թե Միացյալ Նահանգների, Եվրամիության բոլորի հետ, միայն թե այդ աթոռը կարողանա ապահովի։ Ու խնդիրը այն թեզերը, որ ինչ որ հնչեցնում ենք եւ տարածում են, կապված է բացառապես նախընտրական կոնտեքստի հետ։ Հիմա առաջիկայում մենք ունենանք Եվրամիության ինչ որ մեծ պատվիրակություններ, չէ՞, Հայաստան։ Դրանց ուզում հասնել։ Նույն առևտուրն է, որևէ տարբերություն չկա։ Հիմա տեսեք նաև անին տառապելով ամեն օր հասնում են գործի հետ են գնում, որովհետև հարաբերակ նոր ինչ որ ասֆալտ են գցում, սարքում են այդ ճանապարհը։ Այսօր 2 ժամ։ Հիմա այս չարչարանք ապաշխարանք դառնալու է Հայաստանի մեջ, թե փորձանք է լինելու։ Գիտեք ոնց Այսինքն այն օրը ես տեսա, որ անձևիտակ ասֆալտ էին անում։ Այո։ Դա ամենավառ, այսպես կեցաղային կաշառքի էլեմենտ է, բայց քաղաքացին հասկանում է, որ դա դեֆորմացիա է։ Նախ քաղաքացին հասկանում որ իրեն չեն հարգում, ավելին քաղաքացին հասկանում որ իրեն վիրավորում են դրանով, հա։ Եվրոպացի գալուց այդ քաղաքացին, որը այդ ասֆալտը տեսնում է, պրոբլեմի մեջ է, ուշանում է, ես դա անինչի վերաբերյալ էլի։ Ես չեմ ուշանում, կամ մի քիչ եմ Այսինքն ինչ են այդ մարդիկ տարում, Եվրոպայում մեզ ինչ են տալի, ինչ բրանիկ են տալի։ Նախ մեր միջին վիճակագրական պայմանական է առանց որը մեկին վիրավորելու, քաղաքացին որևէ հույսեր իհարկե չունի Եվրամիությանը, ինքը շատ ավելի նյութական կենցաղային կյանքով ապրում, ինքը հասկանում է հացի գինը ինչի է բարձրանում, չգիտեմ, մսի գինը ինչի է բարձրանում եւ այլն։ Եվրամիությունը հակառակ է, այդ հարցում իրեն չի օգնելու, ավելի եթե Աստված չանի, նայեք ինչ եմ ասում, Աստված չանի, մենք Եվրամիության մեջ մտնենք, մսի գինը դառնալու է $20 հասկանում եք, $30, հասկանում անգամ լառնակա կգնանք կգանք։ Միգուցե։ Խնդիրը այն չի, որ քաղաքացին հույս է կապում Եվրամիության հետ։ Քաղաքացին մի զգալի առումով հոգնել է այս ամեն ինչից, որտեղ ինքը սովորական, նորմալ, ազնիվ, պարզ մարդ է, հա։ Ինչ-որ մի փուլից հետո հիասթափված այն իր հույսերով, որ կապում էր 18-ին, հետո 21-ին, հա, եւ այսպես պրպտումների մեջ, ընտրական պրպտումների մեջ։ Ու երբ որ տեսնում ես ինչ-որ մեկը հեռուստացույցից ամեն հատվածով, չգիտեմ, TikTok-ում, YouTube-ում, չգիտեմ, ինչ ցանկացած ինչ ճղճղում է, ճվում է, ինչ-որ բաներ ասում, Եվրամիության ենք մտնում, ինքը հոգնել է այդ ամենը, ինքը հասկանում որ այդ ամենը իրական հեռանկար չի, որովհետև այն ռեսուրսները, ինչ որ մենք ունենք, անգամ այդ հարթակում, ձեր ասած ասֆալտը չեն կարողանում, ինչ Եվրամիություն մտնելու մասն է խոսքը, որպես կենցաղային համեմատությունում քաղաքական օրակարգ Եվրամիության անդամակցությունը ընդհանրապես քաղաքական կաշառք է։ Ոնց որ առաջիկայում բազմաթիվ մեկ այդպիսի կաշառքի դրսևորումներ ունենալու է, գիտեմ նաև ռազմատեխնիկական կաշառքի դրսևորումներ են ունենալու, որ բանակի հետ կապված ձեռքբերումներ են ունեցել եւ այլն եւ այլն։ Որի անոնսը արդեն բարբերաբար տեսնում ենք, բայց այսօրվա top թեմայի մասին եմ ձեզ հարցնելու։ Սամվել Կարապետյանի տնային կալանք երկարաձգվում է եւս 3 ամսով, ինչ է սա նշանակում եւ արդյոք սա թույլատրում է այս քաղաքական ուժին։ Նախ շատ տրամաբանական էր, նայեք, գործող վարչապետը իր վախերը չի թաքցնում։ Ինքը ակնհայտ ցույց է տալիս, որ ես իր կոմպլեքսներ ունեմ ուժեղ Հայաստանից, Հայաստան դաշինքից, ԲՀԿ-ից։ Բացահայտ ասում է, ավելին ասեմ, ինքը հրահանգավորում է իրականացնում, որ այս թիմերը ընտրական շեմը չպետք է հաղթահարեն։ Մենք առնվազն ես այսօր դիտել եմ 30 րոպեանոց իր ելույթը, դա ավելի շատ քաղաքական անկարողության ու հոգեբանական տվայտանքներ ունեցող մարդու ելույթ էր, ես չեմ թերագնահատում իրան ամենևին, բայց իր վարքաբանությունը դա էր։ Ես էլի եմ կրկնում, ինքը հիմար չի։ Ինքը շատ լավ տիրապետում է իրողություններին, ինքը շատ լավ հասկանում է կոնյունկտուրան եւ այլն եւ այլն։ Հիմա հարց, դատարանի արչեւ մարդկանց ձերբակալելը, կանոնավորելը, չգիտեմ, տեղափոխել եւ այլն ուժի ցուցադրությունն է, որ փորձելու ենք մաշեցնել ուժեղ Հայաստանին, հա։ Մեսիջները ում էր հաջորդ ուղղված Հայաստան դաշինքին, ԲՀԿ-ի, որ
Հասկանում եք, լկտիության եւ անբարոյականության գագաթնակետը երկրի վարչապետը, ով ի պաշտոնե սահմանադրության բերումով պետք է հանդիսանա անվտանգության տնտեսական զարգացման երաշխավոր իրականացնող, ասում է ով ընտրեց X, Y, Z մյուս կուսակցությանը, շունը եւ այդպիսի բան։ Դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Եթե հիմա է սա, ինչ է լինելու դեռ նախընտրական process-ները պաշտոնապես, կարևոր է այստեղ պաշտոնապես բառն է չսկսած, ինչ է լինելու նախընտրական շրջանում, այսինքն ավելին պատրաստվենք։ Ու թողարկման սկզբում գործընկերներս նշում էին հետընտրական process-ներին նաև պատրաստվելու անհրաժեշտության մասին, համամիտ եք։ Իհարկե համեմատեմ, ես իհարկե ծալոտ չեմ ինչ թեզեր են հնչեցել, բայց ընտրություններով Հայաստանում իշխանություն, այսինքն զուտ ընտրությունների փաստով Հայաստանում իշխանություն չի փոխվելու։ Երբ որ ես ասում եմ իշխանություն չի փոխվելու, մենք պետք է հասկանանք առաջ երկին պետություն ունենալու ենք, թե չէ, ոչ թե խնդիրը այն է լինելու, թե ով է գալու նստի այդ աթոռին։ Այդ աթոռը ամենաանկարևոր բանն է։ Ավելին ասեմ, այն մարդիկ, ովքեր խորամուխ են, տեխնոկրատ կառավարման, իրենք հասկանալու են, որ նախանձելի աթոռ ամենևին չի, որովհետև այն ժառանգած խնդիրների ծավալը, թե քաղաքական, թե տնտեսական, թե սոցիալական, թե գեոպոլիտիկ, շատ դժվար է դրա տակից դուրս գալը, հա։ Հիմա վերադառնանք ձեր բուն թեմային, հա։ Նախընտրական շրջանում ունենալու ենք ինչ, մեդիաների փակում։ Ձեր մեդիայի անունը չուզենամ տամ, բայց չի բացառում նաև ձեր մասով, հա։ Առանձին մարդկանց կալանավորումներ իրենց թեզերի հետ կապված, էքսպերտներ, քաղաքական գործիչներ, խմբագիրներ եւ այլն, հա։ Ցուցադրական ակցիաներ, այսինքն ուժի ցուցադրությամբ թևեր ոլորելով տարան, ինչ որ կալանքի տվեցին, այսինքն մաշեցնել ընդդիմադիր ռեսուրսը բոլոր էլեմենտների մասով։ Սա ավելի շատ ուղղված է ընդդիմադիր այն հիմնական ուժերին, ովքեր քաղաքական հայտ են ներկայացնում երկիրը փրկելու տեսանկյունից, հա։ Իրենք պետք է դրան պատրաստ լինեն եւ ունենան պլան B, պլան C, պլան D։ Իրանը ինչ արեց, ամերիկան էլիտան առաջի մակարդակի էլիտան վերացրեց, չէ՞։ Միանգամից երկրորդ եղավ, երկրորդի վերացրեց, երրորդը եկավ։ Այսինքն իրենք պետք է այդ թեզով, այդ մոտեցմամբ առաջնորդվեն։ Կարող է ընդդիմությունը այդպես անել։ Ես հուսամ, որ պիտի անի, ոչ թե հուսամ, այլ պետք է պլանավորեն, սա բան չի, գեղարվեստաթատերական ներկայացում չի, այսինքն քաղաքականությունը շատ խիստ պրագմատիկ, հաշվարկելի, այսպես ռազմավարություն, դա պատերազմ է, քաղաքական պատերազմ է, մեծ հաշվով։ Գործող վարչապետը շատ լավ ընկալել է, հետընտրականը, առանց հետընտրականի Հայաստանում իրավիճակ չի փոխվել, որովհետև գործող անձնավորությունը շատ լավ հասկանում է ինքը ինչի տակ է մտել եւ ինչ է արել առհասարակ պետությանը։ Մի առաջարկ հնչեց այս շաբաթ Իշխան Սաղաթելյանից միասնական հանրահավաք անցկացնելու վերաբերյալ, ինչպես նաեւ ընդգծում է սանդիմության միավորվելու մասին չէ, սա միասնական հանրահավաքի եւ ռեպրեսիաների դեմ միասին պայքարելու մասին է։ Ինչպես կգնահատեք այս առաջարկի իրատեսական է, որ գոնե այս մեկ հարցի շուրջ կկարողանան ընդդիմադիրները միավորվել։ Այստեղ ամենամեծ խնդիրը այն է, թե ովքեր են ընդդիմադիրները, որտեղ կան այնպիսի ընդդիմադիրներ, ովքեր իրոք ընդդիմադիր են, եւ կան մարդիկ, ովքեր այսպես ընդդիմություն են խաղում կամ չգիտեմ տարբեր գործարքների շրջանակում են ինքնադարձվում, նոր չի այդ ամենը, մենք շատ լավ գիտենք հայ իրականությունը ինչպիսին է։ Ես այդ գաղափարը, այդ թվում նաև իմ ցանցային էջում էի կիսել, որ դա ընդունում եմ ու դա ճիշտ է, այո, որովհետև մենք պետք է ֆիքսենք առհասարակ ովքերով են գնում քաղաքական կռիվ։ Եվ ընդդիմությունը պետք է ցույց տա, որ ինքը ներուժ ունի։ Իսկ այդ ընդդիմությունը ունի այդ ներուժը։ Ավելին ասեմ, դա լավ կատալիզատոր է լինելու այն մարդկանց համար, ովքեր հասկանում են, եթե ընդդիմությունը ունի այսքան ներուժ, ուրեմն պետք չի վախենալ հունիսի ընտրությունների ժամանակ։ Հասկանում եք, այդ թվում նաև ուժային կառույցներում, գիտեք ոնց են հոգնել։ Հիմա իրանք լսում են, ես գիտեմ որ լսում եք, գիտեք ոնց են հոգնել, այսպես հոգնել են։ Ամենաբարձր մակարդակի ուժային կառույցների մասնակից։ Հայկ արդեն մոտ 10 րոպե կլինի, սպասում է, որ իրեն հարցի հնարավորություն տանք, վստահ եմ հոգնել է, բայց հիմա կտա, եթե թրիփի մասին չհարցնի, ես ձեզ նաև թրիփի մասին եմ հարցնելու, Հայկ։ Ես ուզում եմ հայ-ռուսական հարաբերությունից եւ ներքաղաքական պայքարից հարցնեմ։ Տեսեք, դուք արդեն խոսեցիք նրա մասին, որ տպավորություն է ստեղծում Տիգրանի հետ, որ Փաշինյանը փորձում է մարդկանց համոզել, որ Ռուսաստանի հետ խնդիրներ չի լինի, որ որոշակի արդյունքներ է ձեռք բերվել եւ ամեն ինչ մեծ մասամբ կպահպանվի։ Բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, վերջին օրերի զարգացումներից այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կամ ընդհանրապես արգելել օրինակ ուժեղ Հայաստանին մասնակցել ընտրություններին կամ սահմանափակել եւ փաստացի խախտում է այն բոլոր այն խնդրանքը, որը իրեն հնչեցրեց ամսի 1-ին Կրեմլում Վլադիմիր Պուտինը եւ անկասկած դա բերելու է լուրջ խնդիրների Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Հիմա իշխանել ուզում է Փաշինյանը մարդկանց փոցի խաբել, ասել ամեն ինչ նորմալ է։ Ձեր կարծիքն է հետաքրքիր
ձերկացկով կգնար միջև վեճ այս ճանապարհով եւ աճակատման Ռուսաստանի հետ միջև ընտրություններ, թե որոշ չափով կսահմանափակի, բայց կվախենա օրինակ արգելել ընտրություններին մասնակցելը։ Մի քիչ դժվար հարց է այն իմաստով, հաշվի առնելով տվյալ անձնավորության, այսպես խառնվածքը, ինքը այնուամենայնիվ կարծում եմ, որ փոքրիկ պատուհան բաց կթողնի։ Այսինքն չի արգելի, բայց այն աստիճան կփորձի մաշեցնել թիմին ամենատարբեր հանրային, այսպես գործընթացների արդյունքում, այսինքն օրինակ կարող են պայմանական մարդկանց վերցնել, ինչ որ ձայնագրություն անել, որ իբր ընտրակաշարքի հետ կապված է եղել ու սկսել տարածել։ Այսինքն հեղինակազրկման հետևողական process-ներ պետքա այսպես ձեռնարկի ու որի արդյունքում այսպես ասած իր պատկերացմամբ հարվածներ կլինի։ Այո, իրանք կարողանում են բավական լավ օգտագործել քարոզչական գործիքները, բայց ինքը հասկանում է, որ դրանց տակ բում բովանդակություն կա, այսինքն կոնկրետ Ռուսաստանի ղեկավարի թեզը հենց այնպես չի, եթե մարդը տես բան ասում, նշանակում է այդ մարդու համար այդ թեման կարևոր է, առնվազն գեոպոլիտիկ ուժային բալանսի տեսանկյունից։ Վերջիվերջո պետք է հասկանալ, թե Հայաստանի գեոպոլիտիկ կարևորությունն ու ներուժը ինչպիսին է եւ Ռուսաստանի դերակատարումը ինչպիսին է։ Այստեղ իհարկե կարևոր է, թե եվրոպական գործընկերները գործող իշխանության եւ թուրք-ադրբեջանական գործընկերները ինչ առումով ֆորա կտան, իրանք ասեն միջև վերջ գնա եւ այլն։ Ինքը կարծում եմ իր այսպես քաղաքական ճակատագրով ինքը իր սեփական քաղաքական ճակատագրով անհանգիստ է, ու այդ լարումները, հիստերիկ ձևակերպումները դրա մասին են փաստում, փորձելու է մաշացնի, բայց կարծում եմ այնուամենայնիվ հուսավոր ես չեմ սխալվի, չի բանանի, այսինքն ձևակերպումը իրավական արձանագրումը այնուամենայնիվ ուժեղ Հայաստանի չեն արգելի, բայց ամեն բոլոր հնարավոր գործիքակազմով կփորձեն ամենատարբեր մարդկանց կալանավորել, թեզերի ներքո եւ այլն միանշանակ, այդտեղ նաեւ հաշիվների հետ կապված կալանքների մասով եղանը, որի մասին ինքը արդեն խոսեցա, ինքը հասկանում է, որ եթե գնա ծայրահեղ քայլի գնալու է վաբանկ ու կամ-կամն է լինելու, իսկ կամ-կամի պարագայում բավական լուրջ է լինելու, խնդիրը փողոցով է լուծվելու միանշանակ։ Վերջում թրիփի մասին Փաշինյանը մի քանի շաբաթ առաջ Իրանում պատերազմի ֆոնին հայտարարեց, որ առաջնահերթություն չէ ամերիկյան, այս շաբաթ արդեն հայտարարեց, որ իրեն հավաստիացրել են Վաշինգտոնից, թե առաջնահերթություն է։ Սրա կողքին ունենք Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ այս իրավիճակում չի տեսնում թրիփի պրակտիկ գործարկում, դա Իրանի հետ հարցեր կառաջացնի։ Ինչ է կատարվում։ Դա կնայդ է, որ թրիփի հետ կապված ամերիկյան շահերը այսպես ակտուալ չեն այս պահի դրությամբ առնվազն, որտեղ մակրոռեգիոնալ այնպիսի կարևոր խնդիրներ կան, ասում են, не до вашего трипа, հա, ինչ վերաբերում է Իրանի դերակատարմանը, մինչև պատերազմը Իրանի դերակատարումը ուրիշ էր, պատերազմից հետո կամ պատերազմը դեռ իդեպ չի ավարտվել, էականորեն ավելացել է Իրանի գեոպոլիտիկ ազդեցությունը ամբողջ ռեգիոնում, մեծ մերձավոր արևելքի մասն է խոսքը։ Այսինքն ես չեմ ուզում ցինիկ Երևան, բայց պատերազմով Միացյալ Նահանգները խթանեց, որպեսզի Իրանը դառնա գլոբալ մակարդակի խաղացող, աշխարհի մակարդակի խաղացող, տնտեսական էլեմենտի մասով իհարկե եւ մեծ մերձավոր արևելքի մասով իհարկե։ Մենակ պետությունների խմբեր են ձևավորում ռեգիոնալ անվտանգության տեսանկյունից, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Պակիստան եւ այլն, դրանց մի մասը առնվազն դեմ էին, որ Իրանի հետ կապված այս ամեն ինչը այս կամ այն ձև լիներ, չէ։ Իրանը դեռ զուսպ իրողությունների ներքո եւ այսպես ռեպարացիաների մասին է խոսում, միլիարդների մասին է խոսում եւ այլն, լիքը բացասեր չի տալի շատ բաների, պատրաստվում է հնարավոր հետագա պատերազմին։ Այս կոնտեքստում ինչ թրիփի մասին է խոսքը։ Թրիփը քարոզչական փոքրիկ փուչիկ է դարձել այսօր, այդ խաղաղության դարաշրջանի եւ այլն, որևէ մեկին հետաքրքիր չի բացառապես, եթե Ադրբեջանը կարողացավ ինչ-որ այլ ինստիտուցիոնալ գործիքով Միացյալ Նահանգներին համոզի, որ արանքում ինչ-որ մի բան անեն, այս արանքում փախցրեն, միգուցե կստացվի։ Այս պահի դրությամբ թրիփը ինքը այսպես յետին պլանում գտնվող ինչ-որ պրոյեկտ է, որը մեծ հաշվով այն ինչ-որ վարչապետը Հայաստանի գործող վարչապետը նշում է, դա իհարկե սուտ է, դա սովորական սուտ է։ Այս թեմայով դեռ մի քանի հարցեր կան, որոնք կուզեի ձեզ տալ, հուսով եմ հաջորդ հարցազրույցի ժամանակ, որովհետև հիմա ժամանակը սուղ է, շնորհակալ ենք պարոն Ղևոնդյան հարցազրույցի համար։